Բարի երեկո, բարի շաբաթ երեկո, նախորդ անգամ մենք խոսեցինք մատրիցայի մասին ու ոնց որ նենց ստացվեց, որ մատրիցան ինքն իրան թելադրեց, որ հաջորդ խոսակցությունը սա սպոնտան եղավ, լինի Գոդոյին սպասելիս Սամուել Բեքեթի հանճարեղ գործը, որը որ բնութագրում է մարդկության սպասման ամբողջ աբսուրդը, թե ինչի ենք սպասում, թե արդյոք արժի սպասել, թե չարժի։ Ես կրկին Լևոնի հետ եմ, այդ Լևոնը թող բարևասի ու շարունակենք։ Բարի երեկո։ Իրականում խիմ ենք եկան քննարկման ընթացքում սրան, մենք երբ խոսում ենք մատրիցայից, խոսում ենք ընտրության մասին ու այսպես քննարկման ընթացքում գալիս ենք դրան, որ մարդիկ խուսափում են ընտրություն կատարելուց, վախում են պատասխանատվությունից։ Ու հետևաբար երբ մարդը անհատահասարակություն ընտրություն չի կատարում, ինքը մնում է պասիվ վիճակում, այսինքն սպասման մեջ։ Դա այն թեման է, ինչի մասին Սամուել Բեքեթը Գոդոյին սպասելիս գրքում խոսում է, հաստատապես այդ գլխավոր հերոսները հավերժ անընդհատ նույն ժամանակային ցիկլի մեջ, այսինքն օրերը անընդհատ կրկնվում են, իրենք սպասում են այդ վերացական Գոդոյին։ Ով է Գոդոն, ինչա ոչ մեկ չգիտի, ինչու համար ինքը պետքա գա, ինչ ինքը պետքա փոխի։ Ու այստեղ հեղինակը բազմաթիվ սիմվոլներ է մտցնում, այսինքն այդ Գոդոյի կերպարի մեջ յուրաքանչյուրը կարող է տեսնել ինչ-որ մի հատ սիմվոլիզմ։ Այս մասով դու կարող ես շարունակել։ Ամեն դեպքում մարդը հույսերով լեցուն, եթե այսպես մի քիչ կոպիտ ասենք, էակա, կենթանի է, արածա, նայած ոնց կնայենք, ու մարդը առանց Աստծու ինքը իր ստեղծման օրվանից ինքը փնտրել է մի վերին ուժի, որը որ կփորձի իր հարցերը լուծի։ Հիմա թե վերին ուժի անունը Աստված կլինի, թե դիեզերք կլինի, թե վաղվա օրը կլինի, եկեք թե Գոդո կլինի։ Հիմա վերադառնալով նույն Աստծու սպասմանը, մենք շատ անգամներ մենք մեր քայլերը չենք կատարում, մենք ինչ որ մեզնից է կախված եւ ասում ենք ինչ որ մեկը մեր փոխարեն այդ քայլը կանի։ Ու ով պետք է անի այդ մեր փոխարեն, թե Աստված կանի, բայց ստեղ գալիս է մի հատ այն հումորը կամ անեկդոտը, որ ասում է սկզբից դու այդ լատարյան գնիր, հետո որ դրանից հետո կստացվի, թե դու ինչ ես այդ առանց լատարյան գնելու դու ինչ որ մի բանից ստացա, առանց քայլը անելու դու մենք փորձում ենք ինչ որ բանի սպասենք, բայց հենց Սամուել Բեքեթի հանճարեղությունը նա է, որ ինքը դա է ցույց տալիս, որ մարդը առանց կոնկրետ նպատակի, առանց կոնկրետ ինչ ասեմ տեսլականի, ինքը ինչ որ մի բանի է սպասում, չգիտի այդ ինչ որ բանը ինչ է լինելու իր համար։ Հիմա եթե տեղափոխվենք մեր ազգին, մեր ժողովրդին, մենք էլի ապաքաղաքական մի հատ տեքստ, այսինքն ինչի է սպասում մեր ազգը, որ ինչ որ մեկը կգա մեր ազգին կփրկի կամ այս վիճակից կհանի ու եթե ընդհանուր վերցնենք աբսուրդի տեսությունը, մեր ազգը իրականում հիմա ապրում է Գոդոյին սպասելիս ռեժիմով ու իրան թվում է, որ ինչ որ մեկը գալու է ու իրան փրկի, ու այդ ինչ որ մեկի անունը կլինի Թրամփ, կլինի Պուտին, կլինի Մակրոն, կլինի շատ նաև հիմա արդեն տարածված է նաև լիքը մարդիկ Էրդոգանի եւ Ալիևի ողորմածությանն են սպասում, որ կգան ու իրանց բենզինով կամ ցորենով կարող է ազգը փրկվի, բայց առանց քո քայլը անելու, առանց դու քո ցույց տալու, թե դու ով ես ու ինչ կարող ես անել, դու դա սպասելը, դու դառնում ես նույն շրջանակի մեջ, պատտվում ես ու վերջը չկա։ Իհարկե։ Հանուն արդարության, եթե ընդհանուր ազգի տեսանկյունից նայենք, հա, վերջին ինչ-որ երկար տարիներ, ընդհանրապես եթե կանենք նայենք 35 տարվա մեջ, կանենք վերջին 5 տարվա մեջ, ասենք պայմանական հետ պատերազմին հետ 44 պատերազմից հետո, մենք անընդհատ հանրությունը սպասում է։ Մենք սպասում ենք, թե ով կգա մեզ կփրկի, սպասում ենք, որ իրադարձությունները իրենք իրենցով կհանգուցալուծվեն, բայց դա հնարավոր չի, որովհետև ցանկացած լուծման համար պետք են ակտիվ քայլեր, ինչպես ասում դու չես կարող անընդհատ անել նույն բանը եւ սпасել այլ ակնկալիք, այլ հետևանքներ, հա։
Ես այդտեղ կուզեմ նաև մի պահ ընդհանուր հանրության վերացական ապստագերությունից գանք առանձին անհատների լոկալ մակարդակ սուբյեկտիվ, հա։ Օրինակ, նույն այդ Գոդոյին սպասեցին, դե մենք ասում ենք Աստծուն եք սպասում, տիեզերքին կամ ինչ-որ վերացական փրկչի, դա նաև կարելի է վաղվա օրը, տես օրինակ բազմաթիվ մարդիկ ասում են, օրինակ երկուշաբթի օրվանից ծխելը կթարգեմ, երկուշաբթի օրվանից կսկսեմ սպորտով զբաղվել կամ կսկսեմ գիրք կարդալ, կամ մյուս ամսվա 1-ից մեկի ցիկլի տիեզերքի բանը դեկտեմբերի 20-ն այս օրինակ հունվարի 1-ից եւ բան շրջապատս կփոխեմ կամ ինչ-որ իմ վատ սովորույթները կթարգեմ կամ կսկսեմ կմտնեմ ինչ-որ մի հատ պայքարի մեջ կսկսեմ ինչ-որ լեզուներ սովորել, որևէ բան։ Ցանկացած այդ դրական բացականի վերածվել դրականից կից, բայց ի վերջո ինչքան մենք դա հետաձգում ենք, ինչքան մենք դա թողում ենք չարկատալ այսպես վաղվա օրվան, այնքան ինքը տեղի չունի, որովհետև կգա այդ նոր տարին, կգա երկուշաբթին, կգա ամսի մեկը ու էլի ոչ մի բան չի փոխվի։ Ու այդպես էլ լինում է։ Չանող մարդը, պատասխանատվությունից խուսափող մարդը ինքը կգտնի 1000 excuse, 1000 պատճառաբանություն, թե ինչի չեղավ։ Լավ, հունվարի 1-ը լավ նոր տարի է, այս մի քանի օրը խառնենք, լավ հետո ցուրտ է, լավ հետո հիվանդացավ, լավ հետո չգիտեմ գործերն են շատ, լավ հետո տարվա սկիզբը մի հատ հասկանանք, փետրվարի 1-ից, լավ հետո մի հատ կգա գարունը, ու սենց անընդհատ հետո կսպասենք մինչև ամռան, կսպասենք մինչև աշնան, ու սենց սա հավերժական ցիկլ է, սա խապկանք է, Բեքեթը իր գրքում ինքը պատասխաններ չի տալի, սենց դրանով է այս գործը հետաքրքիր, որ ինքը ուղղակի դնում է հարցեր։ Ինքը ներկայացնում է այդ աբսուրդի իրավիճակը եւ երկու հոգի անընդհատ նույն իրավիճակում օրերն են փոխվում ընդհանրապես, բայց փաստացի դուրս է գալի, որ ժամանակներն է կանգնած։ Այսինքն այսօր թե 5 տարի առաջ, թե 5 տարի հետո դու նույն կետում ես մնում։ Ինքը ցույց տալու է, որ մարդը նույն կետում է մնում։ Մոտավորապես մի տարի շրջապատման մեջ գտնվող Ղարաբաղի ժողովուրդը սպասում էր ինչ-որ մի բանի, ինչ-որ մի փրկության, ճիշտ է, հիմնական փրկությունը Հայաստանից էր ակնկալվում ու ամեն վայրկյան դու պատկերացրու այդ մարդկանց հոգեբանական վիճակը, որ իրանք ամեն օր սպասում էին ու ես ինչի եմ ուզում ընդգծեմ Ռուբեն Վարդայանի մեծությունը, որովհետև ինքը գիտակցելով այդ ամեն ինչը ինքը մտնում էր էլի շանս ունենալով դուրս գալու, բայց ինքը սպասում էր, բայց ինքը էլի քայլ արեց։ Ես վերջերս կարծեմ Քրիստինե Խանոմյանի մի հատ բանն եմ կարդացել, որ պատմել ասում էր մի հատ ընդամենը ավտոբուս կար Ղարաբաղում, մենք ամեն օր դուրս էինք գալիս, որ փակ տարածքի մեջ է, ու էլի մի անգամից գալիս է այդ Սեմուել Բեքետի այդ պատկերը, որ ասում ենք գալիս ենք պատտվում ենք, որ մենք մարդ գանք, պատտվենք, բայց ինքը ասում էր ես ամեն ինչ կտամ, որ վերադառնան այդ օրերը, նույնիսկ այդ օրերը, նույնիսկ այդ բանը, բայց հիմա փաստացի տեսանք Ղարաբաղը ինչ եղավ, որ այդ փրկությունը չեղավ որևէ քայլ չարվեց, բայց կային մարդիկ, որոնք փորձում էին անեն, փորձում էին փոխեին, բայց հիմա սարսափելիորեն նույն վիճակն է Հայաստանում։ Եթե մենք ամեն մեկս նստենք, սպասենք, թե մեր փոխարեն ինչ-որ որևէ մեկը քայլ կանի, ինձ թվում է, որ մենք նույն ճակատագրի ենք արժանանում ինչ-որ Ղարաբաղում։ Շատ կարող է շատ պեսիմիստական նոտայով չեմ ուզում վերջացնեմ, բայց պետք է դուրս գալ, այդ քայլը կապ չունի ինչ քայլ է, քայլի որակը կամ տեսակը չեմ ասում, բայց քայլ պետք է արվի այս վիճակից դուրս գալու համար։ Այսինքն մարդիկ ի վերջո եթե դու չես գալիս ինչ որ քո ասած այդ երկուշաբթին այսօր դու չես վերում, որևէ գործողություն չես անում, դու անտարբեր ես ու իրականում Հայաստանի եւ ընդհանրապես աշխարհի խնդիրը ոչ թե վատ կամ լավ մարդիկ են, այլ այն մարդիկ են պասիվ մարդիկ են, ովքեր որ որևէ գործողություն չեն անում։ Ովքեր հրաժարվել են, հիասթափվել են, ընդհանրապես որևէ գործողություն չեն անում։ Թող հստակ մարդիկ իրենց դիրքորոշումը լինի, այսինքն Բեքետը ինչ է ցույց տալի, որ նույն ինքը տեսնում էր, որ ինչ կլինի, այսինքն ոնց ինչա լինել, ինչա սպասվում։ Ինձ թվում է Բեքետը ուզում է ասել, որ ընտրության բացակայությունը դա ամենավատ ընտրությունն է։ Այո, որ ընդհանրապես դու որևէ քայլ չես անում։ Ու այսօր որ նայում ենք, որ դերիվեց սոցիոլոգիական հարցումներով որ Հայաստանում 60-70% ազգաբնակչությունը ինքը ընդհանրապես պասիվ ապաթիայի մեջ է, որևէ քայլ չի անում, որևէ գործողություն չի անում, թող ամեն ձևով ինքը որևէ դիրքորոշում արտահայտի, կապ չունի ինչ դիրքորոշում է, թող իշխանամետ է, ընդդիմադիր է կամ ինչ որ իր սեփական կետից զրոյական եթե, բայց որ որևէ բան չի լինում, դա դատապարտված է, այսինքն
քո տեղը ընտրություն միշտ անող կլինի, այսինքն դու նույն ցիկլի մեջ նույն վիճակում ես լինելու ու նույն այդ Ղարաբաղի այդ պատկերը, այդ նոր տարին, վերջին նոր տարին Ղարաբաղի հիշում ես, հիմա ոնց որ այդ շունչը տեղափոխվել է այստեղ։ Ինձ թվում է, որ կարելի է ավելի դրական նոտայով, քանի որ նոր տարի է, բայց ինձ թվում է մինչև նոր տարի մի հատ էլ թողարկում կանենք, բայց բանը sense հորետեսական տրամադրվածություններ չի լինի, հիմա էլ հորետեսական չի, ուղղակի Բեկետին ուրիշ ձևով խոսալը կարանք ուրախ ձևով խոսալ։ Իրականում Բեկետը ինքը խորքային հարցեր է առաջ քաշում, որոնք հա այսօրվա իրականության մեջ ունեն պեսիմիստական երանգ։ Դա ինչքան է փորձենք ռեալիստականի տակ ներկայացնել, բայց ինքը պեսիմիստական է, որովհետև ինքը փորձում է ներկայացնել այդ սպասման աբսուրդը։ Անընդհատ նստել եւ սպասելով, որ օրից մի օր ինչ որ մեկը քո փոխարեն, ոնց ասեցի, Տրամպը, Մակրոնը կամ ուրիշ մեկը կամ հարևանը, չգիտեմ, սպորտի մարզիչը կամ մինչև քո փոխարեն մի բան կանի, դա ոչ միտեղ փակուղի տանող ճանապարհ է։ Ցավոք։ Իմիջիայլոց շատ լավ նշեցի Ռուբեն Վարդանի օրինակը, իր մասին վերջերս գիրք հրատարակվել Արոտ Հաբեբյանի կողմից։ Գիրքը իրական բավական հետաքրքիր է, ներկայացնում է Ռուբեն Վարդանի փիլիսոփայությունը, պատկերացումները, բայց այստեղից կուզեմ մի նախադասություն լուրջ բերեմ, հենց 2016-ի ապրիլյանից հետո Ռուբեն Վարդանը, եթե մինչև ինքը գործարար էր, ինքը որպես մեկենաս էր հանդես գալիս, շատ բարեգործական բիզնես ծրագրերով քաղաքականության մեջ չկա, ինքը 16 ապրիլից հետո հասկացավ, թե ինչ ամեն սպասվում, կանխազգաց, նկատեց, ուսումնասիրեց, իգուցե խոսեց ինչ որ ասենք ավելի փորձառու քաղաքական գործիչների կամ քաղաքագետների հետ։ Ինքը հետևան նախադասություն արեց, ասաց վաղ թե ուշ մի լուրջ մարդ պետք է ինքն իրեն զոհաբերի։ Ու ինչքան ուշ դա տեղի ունենա, այնքան ավելի ծանր է լինելու բոլորիս համար։ 22 թվականին սկսված էր շրջափակման ժամանակ, 20-ի պատերազմից սկսած, բայց 22-ի շրջափակման պայմաններում ինքը այդ դերը վերցրեց, այդ հերոսի դերը, այսպես ասած, վերցրեց իր վրա։ Ես չեմ ուզում քննարկեմ իր գործունեությունը, որովհետև հանրապետության ուղղակի գնահատանքի եւ բարձանքի արժանի քայլ է։ Այստեղ ավելի շատ ոչ թե այդ քայլի հետևանքները կամ անգամ մոտիվները, թե ինչ իրան դրթեց, այլ զուտ երևույթը։ Մարդը ունենալով լավ լինելով ասենք աշխարհի ամենահարուստ մարդկանց 1%-ի մեջ պայմանական հա կամ ավելի քիչ տոկոսի մեջ, ունենալով բոլոր հնարավորությունները հանգիստ ազատ իր կյանքը ապրելու, ինքը հանուն գաղափարի արեց այդ քայլը։ Արեց այդ քայլը հիմա ցավոք սրտի կրում է դրա հետևանքները պատասխանատվություն իրան արդեն ցմահ դատապարտման այսպես ասած մեղադրանք են առաջադրել, բայց ինքը իր օրինակով ցույց տվեց, որ սպասումը եւ իներտ պահվածքը կործանման տանող ուղի են։ Հիմա ես քեզ ուրիշ բան ասեմ ու դրանով էլ կարելի է հակենք։ Հիմա ինքը հիմա մենք չպետք է որ գնահատենք, բայց ինձ թվում է ինքը շատ ավելի ազատ է այսօրվա դրության Բաքվի բանտում, քան թե Հայաստանում ապրող, քան մենք, նաև մենք ուրիշ ինչ ասենք, քան մենք, քանի որ մենք դեռ մեր ընտրությունը, մեր վախերը չենք բանել, դուրս անել, ու նաև որ գիտես այդ հայտնի դեպքերը, որ եղան եկեղեցու հետ կապված, ես մի հատ ստատուս գրեցի, որտեղ որ նշում էի, որ ես գիտես ինչի է առինում, այսինքն որ մարդը չի հավատում, այսինքն այս ամեն ինչը աստուն չի հավատում, այսինքն աստուն ասել, եթե մարդը ինքը հավատում է, հավատա ինչ որ բանի, ինքը հանուն այդ հավատի ինքը խնդիր չի ունենա կեղտոտություններ անելու, եթե մարդը հավատում է իր քայլին, ինքը վստահ է, նույնիսկ եթե ինքնազոհության է գնա, ինքը հանուն ինչ որ մի բանի արել, այսինքն վերադառնալով բանին Սեմուել Բեկետին, այստեղ հավատի պակասնում էր Հայաստանում, որ ընդհանուր նայում են, եթե դու հավատում ես, կապ չունի այդ վաղվա օրա կոչվում, աստվածավա կոչվում, գոդոյա կոչվում, դու լրիվ ուրիշ մարդ ես, իսկ եթե այդ հավատը քեզանից վերցնում են, դու դառնում ես մի հատ թևեր այդ ոտքերը քո կուտելիքը կունենաս, խաշ ուտելը կունենաս, խորովածը կլինի, քո փողոց կհելնես, կտեսնես, կհիանաս տոնածառով սարուտներով, բայց դու որպես մարդ գաղափարական բաղադրիչ բայց դե լավ, ենթադրենք, դե լավ, հիմա այս նոր տարի էլ հանեցինք, ենթադրենք 50 նոր տարի էլ հետո, կամ 30 նոր տարի էլ ավել ապրեցինք, բայց եթե նայում ես տիեզերական մասշտաբներով, որ դու ընդհանրապես այդ 100 տարին կամ այդ 30 տարին դու որպես ինչ ես ապրել, որպես ամբիոբա ես ապրել, որպես մարդ ես ապրել, որպես Աստծո ստեղծած մի հատ էակ ես ապրել, որ կարացել է ընտրություն անի ու վերադառնալով նախորդ մտքին, որ Աստծո տված
այն պարգևը ընտրության հնարավորությունը դու չես օգտագործել ու այդ փակ շրջանակից դուրս չես եկել, արդեն լրիվ չկաս, այսինքն։ Հիմա ես ինչ կմաղթեմ, ընդհանրապես նոր տարում, ինչև նոր տարու բանը, կհասցնենք դեռ մաղթելու, էլի հաջորդը հյուր կլինի մեր մոտ, հետաքրքիր սիրուն հյուրի հետ բան կանենք։ Ես կուզեմ, որ մենք կարողանանք այդ շրջանակից դուրս գանք, մենք մեզ հաղթահարենք։ Միանշանակ համաձայն եմ։ Լավ, այս առումով բան, ես հենց նորի մտքով ուրիշ բան անցա, քանի որ մենք Ռուբեն Վարդանից խոսեցինք, իր ամենասիրած գիրքը Ռուբեն Վարդանի Դոն Կիխոտն է։ Ֆանտաստիկ հաջորդ, այո։ Ու այդ առումով ես առաջարկում, եթե այսպես հաջորդ անգամ էլ մոթիրալին կամ չի լինելու, հետագա ինչ-որ քննարկումից մեկի ժամանակ հենց Դոն Կիխոտի մասին խոսալ, որովհետև ինքը բավական տարբերվող ստեղծագործություն համաշխարհային գրականության առանձնահատուկ յուրահատուկ իր տեղն ունի ու ոնց է փոխել ընդհանրապես էլի շրջափուլից դուրս է եկել։ Ինքը համաշխարհային գործեր կա, կարող ենք ցանկ գրել, թե ինչն է կարացել փոխի ընդհանուր մարդկությունը եւ իրականությունը։ Դրանցից մեկն է։ Մերսի, այսօր համար ինձ թվում է շատ նորմալ էր, սիրուն ինչ ասեմ, դրական նոտայով ու ես որ հիմա փողոցում քայլում ենք ու տեսնում ենք թե որ մարդիկ ցանկացած ձևով իրենք պայքարի մեջ են, այդ միանգամից այդ պայքարը քառակուսուց դուրս գալու ձև է, ինքը այսինքն մեծ գծած սահմաններից դուրս գալու ձև է։ Այդքան է։ Ապրեք, մերսի շատ։ Իշեր բան։